Բժշկի մոտ այս անգամ խոսել ենք այս սեզոնին բնորոշ ամենատարածված խնդրից՝ մրսածություն, հարբուխ, սուր շնչառական վարակներ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Այդա Հովհաննիսյանի հետ նախ փորձել ենք տարբերակել սուր շնչառական վարակների ախտանշանները և թե ինչ անդառնալի խնդիրների հետ կարող ենք բախվել, օրինակ, առաջին հայացքից անմեղ թվացող գրիպին մատների արանքով նայելու դեպքում։ Մինչ սուր շնչառական վարակներին անդրադառնալը մեր հյուրը նախ շշտեց, այս պահին սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդության հստակ նվազում է արձանագրվում։ Նախ նշեմ, որ սեզոնի ընթացքում մեզ մոտ գերակշռում էր գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, բայց 5-րդ շաբաթվա տվյալներով դա դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքներն են։ 5-րդ շաբաթվա տվյալներով շրջանառվում է ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։ COVID-19-ը այսինքն ամեն դեպքում դեռ ակտիվ է։ Իրականում ակտիվ է, բայց COVID-19-ը չեմ կարող ասել, որ այդքան բնորոշ է սեզոնայնությունը եւ առհասարակ ցուցանիշները այդքան բարձր չեն դիտվում սեզոնի ընթացքում։ Բժշկուհի, կարծում եմ դուք եւս համացանցից ակտիվ օգտվող եք եւ գիտեք, որ տարեվերջին այսպես խոճապահար նյութեր տարածվեցին, որ Հայաստանում շրջանառվում է նաեւ խոզի գրիպ, այդպես ասած, վիրուսը եւ այսպես ահաբեկող ինչ որ վերնագրերով նյութեր էին տարածվում, իրականում խոզի գրիպի հետ կապված առհասարակ ինչ ստատիստիկա ունենք։ Ես ինչպես նշեցի, այս սեզոնի ընթացքում 25-26 թվականի սեզոնի ընթացքում գերակշռում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, նաև հայտնաբերվել է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, բայց առավել գերակշռել է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը այս սեզոնի ընթացքում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Դրա համար մենք եւս մեկ անգամ հորդորում ենք, որ շատ կարեւոր է կանխարգելիչ արդյունավետ միջոցառումը, դա գրիպի դեմ պատվաստումն է, քանի որ այս սեզոնի ընթացքում գերակշռում է հենց գրիպ A տեսակը, եւս մեկ անգամ հորդորում ենք բոլորին պատվաստվել հիվանդությունից վարակվելուց խուսափելու համար։ Բժշկուհի, շատ դեպքերում մենք գիտենք, որ գրիպով վարակվելու դեպքում հայկական մենթալիտետի մեջ այսպես ասած կարծրացած է, որ դե ոչինչ, թեթև գրիպ է կանցնի, ես կուզենամ որպես մասնագետ խոսենք գրիպի հնարավոր բարդությունների մասին։ Իրականում գրիպի բարդությունները շատ հաճախ են լինում ի տարբերություն այլ սուր շնչառական վարակներին։ Նախ մինչև հարցին պատասխանելը կուզեմ անդրադառնամ մի թյուր կարծիքի, որ մեր հանրության շրջանում շատ եմ լսում, երբ որ պատվաստվում են ու վարակվում են որևէ սուր շնչառական վարակով, ասում են պատվաստանյութը չօգնեց, այ վարակվեցինք, բայց դա չի նշանակում, որ հենց վարակվել է գրիպով, որովհետև բացի գրիպից սեզոնի ընթացքում շրջանառվում են շատ այլ տեսակի շնչառական վարակներ, իսկ գրիպի դեպքում բարդությունները ավելի շատ հաճախ է հանդիպում բարդություններ, հատկապես ռիսկի խմբերում, հաճախ ուղեկցվում են հենց բարդություններով, դրանք ռիսկի խմբերն են 5 ամսականից մինչև 6 տարեկան երեխաները, տարեցները, այսինքն 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, փակ տիպի կազմակերպ կառույցներում աշխատողները, դա կարող են լինել օրինակ մանկատները, ծերանոցները, հղիները կարող են հանդիսանալ ռիսկի խումբ, ու մոտ հավանականությունը շատ բարձր է, որ կարող է հիվանդությունը ընթանալ ավելի բարդ ընթացքով։ Բժշկուհի, իսկ արդեն վարակված լինելու դեպքում հնարավոր է զուգահեռ պատվաստվել, ինչ բարդությունների հետ կարող։ Վարակված լինելու դեպքում պատվաստանյութը արդյունավետ չէ, պետք է դրա համար մենք միշտ հորդորում ենք պատվաստվել նախօրոք, որպեսզի խուսափենք հիվանդությունից վարակվելուց։ Իսկ վարակման դեպքում, կոնկրետ գրիպի դեպքում ախտանշանները լինում են ավելի արտահայտված, սկսում է ավելի սուր սկզբով, հանկարծակի, լինում է բարձր ջերմություն, որը կառավարելի չի լինում, եւ այլ ախտանշանները ուղեկցում են ավելի արտահայտված ձևով, դրա համար այդ դեպքում ավելի ճիշտ է, որ դիմել տեղամասային բժշկին, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Բժշկուհի, այ դուք նշեցիք, որ գրիպի դեպքում ախտանշանները շեշտակիորեն տարանջատվում են մնացած սուր շնչառական վարակներից, վերջին շրջանում, մինչև տարեվերջին կար այսպես ասած տարածված վարակ, որը որ դե հասարակ քաղաքացիների համար չգիտենք թե որ վարակի մասին է խոսքը, մի անգամից տաքություն է լինում, տաքությունը մի քանի օր տևում էր, բայց գրիպի այսպես ասած ախտանշաններ, քթարտադրություն, հակ չկար, սա որ վիրուսն էր։
Իրականում շատ դժվար է առանց լաբորատոր հետազոտության արդյունքների ախտորոշել Որին է կոնկրետ որ բնորոշ տեսակն է, բայց երբ որ դուք նշեցիք, որ օրինակ չկա քթահոսություն, հենց գրիպի դեպքում, երբ որ սկսում է, ինչպես նշեցի, հանկարծակի սուր, բայց սկզբում ախտանշաններից բնորոշ է հենց բարձր ջերմություն, այսինքն կարող են հարբուխային երևույթներ չլինեն գրիպի ժամանակ։ Դա կարող է միանալ մի քանի օր հետո կամ ընդհանրապես կարող են գրիպային այդ հարբուխային երևույթները չլինել, բացակայել։ Եվ ամփոփելով մեր զրույցը բժշկուհի ինչպես կարողանալ, այսպես ասած, շրջանցել այս շրջանում սուր շնչառական վարակներով վարակվելու, այսպես ասած, հնարավորությունները։ Դե ինչպես նշեցի, կոնկրետ գրիպի դեմ կարևոր արդյունավետ միջոցը դա գրիպի դեմ պատվաստումն է, բայց բացի գրիպի դեմ պատվաստումից կան մի շարք կանխարգելիչ նախազգուշական միջոցառումներ, որ խորհուրդ է տրվում հետևել այդ միջոցառումներին։ Դրանք են, որ եթե շրջապատում նկատում եք որևէ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց, խուսափեք իրենց հետ շփումից, եթե հիվանդ եք, պետք չէ դուրս գալ տանից, մնացեք տանը, մի զբաղվեք ինքնաբուժությամբ, հատկապես պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն վիրուսային սուր շնչառական վարակների դեպքում, պետք է հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել տարածքը, հետևել հազալու, փրշտալու վարվելակարգին, ինչպես նաև ձեռքերի հիգիենային։ Շնորհակալ եմ բժշկուհի։